Եվ թողարկման վերջին ժամերին շատ քննարկված մի թեմայի ենք ուզում անդրադառնալ Միս Տիեզերք մրցույթում Հայաստանը ներկայացնող Փեքի Ղարաբեկյանի զգեստը սոցիալական ցանցերում աղմուկ է բարձրացրել, բաժանելով հանրությունը երկու մասի։ Իմ գործընկեր Աննա Հարությունյանն ուսումնասիրել է թեման, զրուցել ոճաբանների հետ եւ պարզել զգեստի հեղինակների բացատրությունները։ Մանրամասները կտեսնեք մեր հիմնական թողարկման ժամին, իսկ հիմա զրուցենք Աննայի հետ։ Աննա, ողջույն։ Վերջին ժամերին ես համացանցում բազմաթիվ քննադատական նյութեր գտա, տեքստեր կարդացի, իսկ դու ինչ կասես այս մասին։ Այո, Քեփի Ղարաբեկյանի զգեստը մեծ աղմուկ է բարձրացրել, դրա հեղինակը Մարտուն Գևորգյանն է, նա նշել է, որ իրենց նպատակը ոչ թե պատմական ազգային տարազի ներկայացումներ, այլ ուղղակի պատմության, մշակույթի եւ կրոնի տարեր ներառելը, եւ եթե մենք տեսնենք մյուս մասնակիցների զգեստը, կտեսնենք, որ մենք նույնիսկ ավելի զուսպ ենք ներկայացել, որովհետեւ կային զգեստներ, որոնք ավելի աբսուրդ էին, օրինակ կտեսնենք Շրի Լանկային թեյնիկի տեսքով։ Այո, սա մեծ աղմուկ է բարձրացրել, մարդկանց մի մասը կարծում է, որ պետք չէր նման հագուստով ներկայանալ, սա ոչ մի ազգային տարիր մեզ չի ներառում, իսկ մյուս մասը նշում է, որ այո, նշում է, որ եթե մենք դիտարկենք այն հանգամանքը, որ սա ընդամենը 22-ամյա տղայի աշխատանք է, պետք չէ նման քննադատական հայացքներ ներկայացնել։ Այնուամենայնիվ ազգային որոշակի տարրեր չպետք է պարունակեր հագուստը։ Ոճաբաններն օրինակ ինչ են ասում։ Այո, զրուցել եմ ոճաբան Արամ Նիկոլյանի հետ, նա էլ նշել է, որ պետք է եւ պարտադիր է ազգային տարերով ներկայանալը, բայց նա նշել է, որ խնդիրը ոչ թե տարերի մեջ, այլ դրանց համադրության, ավելի ճշգրիտ եւ խելացի մոտեցման մեջ է ու ուզում եմ մի դիտարկում անել Նիկոլյանը նշեց, որ Երևանում տեղի է ունեցել նորաձևության շաբաթ ու հասարակության ուշադրությունը դրան ավելի քիչ էր, քան Միս Տիեզերքում այս աղմկահարույց զգեստի, ինձ թվում է պետք է մտորել այս հարցի շուրջ։ Շատ լավ։ Շնորհակալություն Աննա։ Ես հիշեցնեմ ձեզ, որ զրուցում էինք իմ գործընկեր Աննա Հարությունյանի հետ,